ներքին գործերի նախարարությունից իմ դուրս գալուց սկսվեց այդ դիսբալանսը, որի հետևանքով 98 թվականին նախագահը գնաց։ Շատ ավելի ուշ իմացա, որ ոչ միայն ես տեղափոխվեցի, այսինքն ոչ միայն այդ դիսբալանսը իմ գնալով էր խախտում, այլև նախագահը հրանգել էր Սերժ Սարգսյանին, որ գնա եւ ջարդի ներքին գործերի նախարարությունը։ Այսինքն երկրում երկու կառույց էր փաստորեն լիարժեք ձևավորված, մեկը բանակն էր, մեկը ներքին գործերի նախարարությունը։ Ոչ միայն դիսբալանսը եղածով պահպանելու մասին չմտածեցին, այլև փաստորեն հանձնարարությունը ասել էր, որ այդ եղած կառույցը կազմավորված լուրջ կառույցը, որ ջարդեն։ Դրա հետևանքը այս է, ես չեմ ասում, թե իշխանությունից դուրս գալը ինքնին կատաստրոֆա է, ոչ կատաստրոֆան հետո է լինելու։ Սիրադեղյանի համար ամենազոր ներքին գործերի նախարարի պաշտոնից հետո Երևանի քաղաքապետի պաշտոնին գնալը կարելի է աքսոր համարել։ Սիրադեղյանն էլ էր դա որպես աքսոր ընկալում եւ խոսում էր քաղաքում իրեն զբաղմունք գտնելու մասին։ Բայց իշխանությունն արդեն ներելիտային ճգնաժամի մեջ էր։ Բակրատյանի կառավարությունը արդեն չկար։ Նոր վարչապետ Արմեն Սարգսյանը 6 ամիս մնաց։ Իշխանության մեջ ճգնաժամը խորանում էր մինչև այն պահը, երբ 97 թվականին Արցախից Հայաստան եկավ եւ վարչապետ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը։ Այդպիսով փաստացի հաստատվեց երկբևեռ իշխանություն Հայաստանի ու Ղարաբաղի քաղաքական թևերի միջև։ Տեր-Պետրոսյանը զիջեց եւ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ անհամաձայնության ու Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Ղարաբաղի թևի Սամվել Բաբայանի, Արկադի Ղուկասյանի, Լեոնարդ Պետրոսյանի ճնշման տակ զիջումների բացառման եւ ստատուս քվոյի պահպանման թեմայի ֆոնին հրաժարական տվեց։ Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ։ Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը եւ հայտարարում իմ հրաժարականը։ Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր։ Եթե արել եմ ինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որևէ երախտագիտություն։ Չարածիս ու սխալներիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը։ Բարին ընձեզ։ Եղավ իշխանափոխություն։ Հրաժարական տվեց ոչ միայն նախագահ Տեր-Պետրոսյանը, այլև ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը եւ այլոք։ Սիրադեղյանը հետագայում հայտարարեց. Ինձ հնարավորություն տրված էր այդ նոր իշխանության մեջ իմ տեղը ունենալու արդեն 97 թվականի վերջի կիսամյակում։ Բայց ես բացեմ, որ իմ բնույթով դավադրության համար բիտանի չեմ, թեկուզ այդ դավադրությունը երկրի ղեկավարն է կազմակերպում։ Այդպիսով Վանոն նույնպես հեռացավ քաղաքապետի պաշտոնից։ Իշխանությունն անցավ Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եռապետությանը։